Բարև ձեզ։ Տեսակապով միացել ենք Վրաստան եւ ես կզրուցեմ միջազգային հարաբերությունների եւ պետական կառավարման մասնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Թումասյան, Վաշինգտոնյան համաձայնություններից եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո տարածաշրջանում արդեն որոշ զարգացումներ ենք նկատում, հատկապես երբ Ադրբեջանի տարածքով վերջերս բեռնափոխադրումներ տեղի ունեցան դեպի Հայաստան, այս գործընթացում կարևոր տարանցիկ հանգույց է դարձել Վրաստանը։ Հետաքրքիր է ընդհանուր առմամբ հարևան երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում ինչ հեռանկարներ եք տեսնում այս առումով։ Իհարկե Վրաստանը այս ուղղությամբ ունի կարևոր դեր եւ կարող լինի լավ հնարավորություն նրա համար, որ Հայաստանի եւ Վրաստանի միասնական այստեղ դերը լոգիստիկ կապերում էլ ավելի ամրապնդվի եւ զարգանա, որովհետեւ երկար ժամանակ է Վրաստանը ունի փորձ այդ տարանցիկ ուղի լինելու եւ կարծում եմ, որ Հայաստանի հետ միասին հիմա հնարավոր է ձևավորել այսպիսի առանձնահատուկ համագործակցություն Թբիլիսի եւ Երևանի միջեւ, առհասարակ Վրաստանում շատ դրական են գնահատում Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգը եւ այն, որ տարածաշրջանում խաղաղություն է ձևավորվել եւ կարծում եմ, որ սա նաեւ լուրջ հնարավորություն է այն ուղղությամբ, որ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանը Հարավային Կովկասի կարողանա նոր իր կենտրոնը եւ նոր ուղին գտնի նաեւ զարգացման։ Իսկ մասնավորապես ինչ պատրաստակամություն եք նկատել Վրաստանի կողմից այս հարաբերությունները զարգացնելու համար, քանի որ նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարբեր հարթակներում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև գործակցության հնարավորություն է տեսնում։ Հետաքրքիր է ինչ եք կարծում, որոնք են այն շահավետ կողմերը եւ հարցերը, որոնց շուրջ կարող են այս երեք երկրները համագործակցել։ Իհարկե հաշվի առնելով Վրաստանի դերը տարածաշրջանում եւ այն, որ Վրաստանը ակտիվորեն զարգացնում է հարաբերություններ ինչպես Հայաստանի, այսպես էլ Ադրբեջանի հետ, նկատի ունեմ երկու պետության հետ էլ կա ռազմավարական հարաբերություններ, ապա Վրաստանը կարող լինի նաեւ հարթակ այն ուղղությամբ, որ տարածաշրջանային հարցերը ակտիվորեն քննարկվեն եւ գտնվի այնպիսի մոտեցում, որը կարող նպաստի առհասարակ լոգիստիկ կապերի զարգացմանը, բայց պետք է նաեւ առանձին նշել, որ հաշվի առնելով այն իրավիճակը, որը այս փուլում կա Վրաստանի եւ Արևմուտքի միջև հարաբերություններում, նույն Արևմուտքի համար էլ շատ կարևոր է նաև առանձին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուղիղ օրակարգը, որը հնարավորություն կտա Արևմուտքին տեսնել Հայաստանը նաև ինչպես առանձին ալտերնատիվ ուղի նաև այն ուղիներին, որոնք այս պահին ներկա են Վրաստանի տարածքով։ Փաստորեն կարծում եք, որ սա նաև կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար։ Իհարկե, սա կարևոր հնարավորություն է Հայաստանի-ԵՄ հարաբերությունների համար, ինչպես նաև Վաշինգտոնի հետ, բայց իհարկե նաև Թուրքական միության, ես կարծում եմ նաև Ռուսաստանի հետ, ինչպես նաև Չինաստանի հնարավորություններ է ստեղծվում, որ ինքնիշխան Հայաստանի այս նոր պատկերը եւ նոր ռազմավարական դերը տարածաշրջանում լինի լուրջ հնարավորություն։ Այդ դիրքորոշման մեջ ես տեսնում եմ բացառիկ հնարավորություն, որ Երևանը եւ Թբիլիսին տանդեմում նաեւ գործեն։ Իհարկե սրա համար պետք է արվեն քայլեր, բայց դրա հնարավորությունը առհասարակ կա, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհը հետաքրքրված է Հարավային Կովկասում ինչպես այս կարևոր տարանցիկ ուղով միջին ուղի կոչված աշխարհաքաղաքական այդ ճանապարհով, որի կարևորագույն մասն է զբաղեցնում իհարկե Վրաստանը եւ Հայաստանը, առանց մեր երկու պետության այդ միջին ուղին անհնար է որ գոյություն ունենա, ուստի այդ ուղղությամբ կարծում եմ բոլոր խաղացողները այսօր հետաքրքրված են հենց տարածաշրջանով, առանձնահատուկ հետաքրքրվածություն կա հենց Հայաստանով։ Խաղաղության գործընթացներում, պարոն Թումասյան, նաև ընդգծվում է TRIP նախագիծը եւ դրա հնարավորությունները, ինչպիսին է Վրաստանի դիրքորոշումը եւ ինչ ազդակներ եք նկատել Վրաստանի կողմից այս նախագծի հետագա զարգացման շուրջ, քանի որ բազմիցս նշվել է, որ այս նախագծի իրագործումը փոխշահավետ է լինելու եւ այն ոչ միայն շահավետ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այլ նաեւ հարևան երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար։ Իհարկե Վրաստանում ինչպես պաշտոնական դիրքորոշումը, այդպես էլ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության դիրքորոշումը հստակ կողմ են Վաշինգտոնի այդ երակողմ համաձայնությունների, հարցը նրանում է թե ինչ բաղադրիչով, նկատի ունենալով այն, որ ցավոք Վրաստանը այսօր գործող իշխանությունների պարագայում ունի սրված հարաբերություններ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ,
հաշվի առնելով այդ փաստը հույս կա ընդհանուր առումով, որ Հայաստանը ձևավորելով այդպիսի հարաբերություններ կկարողանա նաև այնպես անել, որ տարածաշրջանում ուշադրությունը նույն արևմուտքի արկա լինի, ինչը շատ կարևոր է առհասարակ Հարավային Կովկասի ժողովրդավար ապագայի համար եւ այս փուլում հենց Թբիլիսի հույսն է նաև ես կարծում եմ, որ Երևանի եւ Վաշինգտոնի այս համագործակցությունը կբերի երկարատև խաղաղության եւ կայունության տարածաշրջանում, ինչը Վրաստանի համար նաև կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության համար։ Եթե այս համատեքստում առանձին դիտարկենք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, ինչ է կարծում հնարավոր է հետագայում այս խաղաղության գործընթացը նաև նպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։ Կարծում եմ այդպիսի հնարավորություն կա եւ առհասարակ տարանցիկ ուղիները, որոնք տարածաշրջանով ել ավելի պետք է զարգանան, տալիս են հնարավորություն նրա, որ ոչ միայն արկա արդեն այն ծավալը, որը կա նույն Վրաստանի տարածքով շարունակվի, այլ ել ավելի աճի ինչպես Վրաստանով, այդպես էլ Հայաստանով կապերը, ուրեմն բեռնափոխադրումները եւ այլն, ուստի խնդիր տնտեսական առումով չկա, երկու պետություն էլ բավարար ձևով կարող են քաղել ստեղծված իրավիճակից, իհարկե դա կախված է Վրաստանի եւ Արևմուտքի հարաբերություններից նաեւ, որովհետեւ մինչեւ այդ հարաբերությունները չեն կայունացվել, Արևմուտքը չի կարող երկարաժամկետ այստեղ հույս ունենալ այս լոգիստիկ կապերի վրա, ուստի հենց այդ է որ Արևմուտքի այսօրվա գլխավոր խաղադրույթը աշխարհաքաղաքական լոգիստիկ կապերի ուղղությամբ արվում հենց Հայաստանի ուղղությունով, եւ դա տալիս է հնարավորություն իրականում, որ Թբիլիսիում եւ Երևանում բոլորը գիտակցեն, որ սա իրականում ոչ թե ուղղված է որևէ մեկի դեմ, այլ առհասարակ հնարավորություն է, որ միասնական քայլերով կարողանանք դիրքորոշում այնպիսի նաև դիրքեր զբաղեցնենք, որոնք տարբերվում են, այո, Թբիլիսին եւ Երևանը տարբեր մոտեցումներ ունեն եւ պետք է ունենան տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, բայց դա տալիս է հնարավորություն նաև, որ մենք հաշվի առնելով մեր հազարամյա պատմությունը միասնական եւ հարաբերությունները կարողանանք գտնել այնպիսի ուրեմն կապեր եւ այնպես զարգացնենք մեր երկկողմ հարաբերությունները, որ չնայած բոլոր աշխարհաքաղաքական դրսի ազդեցությանը կարողանանք միևնույն է մեր հարաբերություններում գտնել համատեղ մոտեցումներ, շահեր եւ դրանով ամրապնդենք ինչպես տնտեսական կապերը, այդպես էլ մարդկանց միջև առհասարակ ռազմավարական հարաբերությունները եւ այսօր Վրաստանում շատ գոհ են առհասարակ լայն հանրությունը նրանով, որ Հայաստանը ակտիվ քայլեր է անում նաեւ Եվրոպական միության ինտեգրացման ուղղությունով, որը ցավոք Վրաստանի դեպքում այս պահին կասեցված է, բայց Հայաստանի քայլերը նաև հույս է Վրաստանի համար։ Քանի որ ձեր խոսքում ընդգծեցիք Վրաստանի եւ Արևմուտքի հարաբերությունների կայունացման կարեւորությունը, հետաքրքիր է վերջերս իհարկե մենք նկատում ենք, որ հարաբերությունները խնդրահարույց են դարձել, այսպես ասած, բայց դեպի կայունացում գնալու ինչ որ միտումներ նկատում եք կամ ցանկություն նկատում եք Վրաստանի կողմից։ Կարծում եմ, որ այդպիսի ցանկություններ առհասարակ միշտ էլ կան, հարցը նրանում է թե ինչպիսի հնարավորություններ կստեղծվեն այդ ուղղությամբ եւ պետք է ընդգծեմ, որ Վրաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, գիտեք, որ Վրաստանի տարածքների 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից եւ Վրաստանը ունի լրջագույն անվտանգային խնդիրներ, ուստի այս փուլում Վրաստանի համար կարծում եմ կենսականը այն է, որ Հայաստանը ակտիվորեն շարունակում է դեպի ժողովրդավարություն եւ Եվրոպական միություն իր քայլերը եւ ստեղծում է դրանով նաեւ հնարավորություն, որ տարածաշրջանի հանդեպ այդ թվում Վրաստանի հանդեպ ուշադրությունը Եվրոպական միության արևմուտքի չնվազի եւ երկար տարիներ էր Վրաստանն էր զբաղեցնում այդ դերը տարածաշրջանում եւ դա նաեւ Հայաստանին հնարավորություն է տվել ել ավելի ինքնիշխան հիմա լինի։ Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ ինքնիշխան Հայաստանն է թիկունքում գտնվում Վրաստանի եւ օգնում է Վրաստանին նաև պահել այդ ապագայի հնարավորությունը։ Այս ամբողջ գործընթացում իհարկե չենք կարող չխոսել Ռուսաստանից հնչող ազդակների մասին։ Ռուսաստանը կրկին այս դեպքում առաջ է բերում 3 գումարած 3 ձևաչափը եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը վերջերս նշել է, որ Հարավային Կովկասում իհարկե տիրող իրավիճակը բարելավելու միտում ունի, բայց կարծես թե նաև առաջարկվում է այս ձևաչափը վերականգնել։ Մանրամասնեմ, այս 3 գումարած 3 ձևաչափը ընդգրկում էր Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։
Եվ կարծես թե մինչև այսօր եթե նկատել ենք, որ Վրաստանը չէր մասնակցում այս ձևաչափին, բայց Վրաստանի համար դուռը դեռ բաց է մնում։ Ինչ կանխատեսումներ ունեք այս առումով։ Վրաստանը պաշտոնական երբեք չի միացել այդ հարթակին, ուստի Վրաստանի համար դա 3+3 չի եղել ի սկզբանե, որովհետև մեկ պետությունը այդտեղից Ռուսաստանի Դաշնությունը օկուպացված է պահում Վրաստանի տարածքում ուրեմն 20%-ը եւ ունի երկու դեսպանություն մեր երկու շրջանում, ուստի դրանով Վրաստանի համար հնարավորություն չկա, որ միանա այդ հարթակին եւ դիվանագիտական հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ, այդ նույն պատճառով ստեղծում է այդ խնդիրները, բայց կա նաև հնարավորություն, որ առհասարակ տարածաշրջանում միևնույնն է ձևավորվի այնպիսի հարաբերություններ, որը ի նպաստ կլինի բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին եւ դուք գիտեք, որ Վրաստանը երկար ժամանակ է վարում է եւ ամեն դեպքում շարունակելու է վարել պրագմատիկ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ նույն Հայաստանի մոտեցումն էլ Ռուսաստանի հարաբերություններում ասեմ, որ շատ լավ օրինակ է նաև Վրաստանի համար, որ ինչպիսի պետք է լինի բալանսավորված քաղաքականությունը։ Խնդիրը մնում է միևնույնն է հենց արևմտյան դաշտում, որ Վրաստանում այսօր շատերը ընկալում են հենց Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաճիշտ մոտեցումը եւ կարծում են, որ Վրաստանն էլ նույնպիսի արտաքին քաղաքականություն պետք է վերադարձնի, գլխավոր ուղի ընտրելով Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ ռազմավարական հարաբերությունները, բայց բալանսավորի հարաբերությունները թուրքական պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի եւ բոլոր մնացած աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Խնդիրը մնում է հենց արևմուտքի հետ այդ հարաբերությունների լարվածությունը, մնացած բոլոր ոլորտներում կարծում եմ, որ հնարավորությունները եւ մոտեցումները արդեն իսկ շատ դրական են եւ այդ ուղղությամբ կարծում եմ, որ լուրջ անելիք կա հատկապես Վրաստանի ներքաղաքական դաշտում, որ ձևավորվի այնպիսի հնարավորություններ, որ Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքականությունը ի վերջո իրար նմանվի եւ շատ դրական է Վրաստանում գնահատվում այդ բալանսավորված եւ բալանսավորման Երևանի քաղաքականությունը առհասարակ։ Իսկ ինչ է կարծում այս դեպքում Վրաստանին կհաջողվի նաև բալանսավորված պահել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական համագործակցություններն ու փոխշահավետությունը։ Երկար ժամանակ է Վրաստանը կարողանում էր այդ բալանսը պահել, չնայած տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումների, հիմա երբ պետք է արդեն Հայաստանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական ուղին համընկներ եվրոպական միության ինտեգրման ուղղությունով, մենք տեսնում ենք աննախադեպ ճնշում Ռուսաստանի կողմից Վրաստանի ուղղությամբ, եւ ուստի այդ է պատճառը, որ Վրաստանի եւ Հայաստանի ուղիները այս պահին էլ չեն համընկնում արտաքին միջամտման հետևանքում, բայց ընդհանուր առումով Վրաստանում շատ լավ գիտակցում են, որ մեր ռազմավարական ուղին միասնական է Վրաստան-Հայաստան, որովհետեւ իհարկե պետությունը այստեղ պաշտոնական նույնիսկ բոլոր մակարդակներով, ինչպես նաև ամբողջ ընդդիմությունը հասարակության 80%-ը աջակցում է եվրոպական միության ինտեգրացման գործընթացը եւ շատ բուրըն աջակցությունով է ուրեմն ընկալում այն լուրերը, որը կա Հայաստանից, խոսքին վիզայի ազատացման գործընթացը սկսվելու մասին, ինչպես նաև եվրոինտեգրման այդ օրենքը ընդունելու մասին, կամ առհասարակ Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացման, իհարկե Վրաստանը փորձելու է շարունակել բալանսավորել թուրքական միության հետ հարաբերությունները եւ Հայաստանի հետ հարաբերությունները եւ կարծում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայունացվող այս գործընթացը հարաբերությունների, ինչպես նաև լոգիստիկ կապերի բացումը պաշտոնական Երևանին կտա ել ավելի մեծ հնարավորություններ, նկատի ունեմ, երբ նույնիսկ ուղիղ երկաթուղի ճանապարհներ եւ այլն լինի այս պետությունների միջև, որ ունենա ել ավելի խոշոր կշիռ տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով չլինի կախված որևէ պետությունից կամ հարևանից, ինչը տալիս է հնարավորություն նրա, որ ել ավելի ծանր աշխարհաքաղաքական կշիռով կարողանա նաև Թբիլիսի այդ քաղաքականության մեջ ավելի կարևոր դեր զբաղեցնի, որ Թբիլիսին կարողանա ել ավելի հաջողակ բալանսավորի Երևանի եւ Բաքվի միջև իր մոտեցումները։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ տեսակապով միացել էինք Վրաստան եւ ես զրուցում էի միջազգային հարաբերությունների եւ պետական կառավարման մասնագետ Գյորգի Թումասյանի հետ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։